Արև ձեզ իմ շատ սիրելի ժողովուրդ, կա այսպիսի երգ, խնձորի ծառետակին, բայց մենք հիմա ծիրանի ծառետակին ենք և գիտենք, յուրաքանչյուրս գիտենք, որ ծիրանը ինքը իրենով բավականին հզոր միրգ է, որը շատ դրական է ազդում մեր սիրտանոթային համակարգի վրա, սրտի վրա, միկրոէլեմենտների հզոր պաշար և այն բարերարացնելով օրգանիզմի վրա կալիումի շնորհիվ չափից ավելի լավացնում է սրտի աշխատանքը և դրա համար է ժողովրդական բժշկությունը խորհուրդ տալիս, որ անպայման օգտագործեն ծիրան և եթե ծիրանը վերջանում է, ապա անպայման ջրի տեսքով առաջաքարի արևի տակ փռելով, որպեսզի այն լինի բնական, որպեսզի իր հզոր հատկանիշները տա օրգանիզմին և լավացնի սրտի աշխատանքը։ Իսկ շատերը չգիտեն, որ այս հրաշալի ծաղիկները չափից ավելի լավ են ազդում նույնպես օրգանիզմի վրա, մեղուն փոշոտում է և փոշոտելուց հետո ինչքան շատ մեղուն փոշոտի, այնքան շատ միրգ կլինի և բացի այս շրջանով արդեն տեսեք թափվում է ինքը դերները, մենք պետք է հավաքենք գետնից այդ սիրուն թերթիկները, հրաշք, ընտիր, որը չափից ավելի լավ է ազդում և մեր սիրտանոթային համակարգի և ներվային համակարգի, և լյարդի ֆունկցիայի, և իհարկե այն առողջարար է գրեթե բոլոր օրգան համակարգերի համար, մանավանդ որ եթե խնդիր կա անոթների, ապա այն իր վիտամին C-ի շնորհիվ լավացնում է անոթների էլաստիկությունը և կարգավորում սիրտանոթային համակարգը։ Իհարկե պետք է ինչ անենք, վերցնում ենք թերթիկները, անպայման, տեսեք ոնց է թափվում մեր թերթիկները, չորացնում ենք որևիցե տեղ, որտեղ արև չի լինում և այս թերթիկները պահում ենք պահոցում ամբողջ տարին 12 ամիս և պետք է օգտագործել այսպես չորացած տերևների մեկ թեյի գդալը 200 գրամ եռացող ջրի վրա անգամ որ կրակից նոր վերցնում ենք, հացնում ենք թերթիկների վրա, թողնում ենք 20 րոպե և խմում, հրաշալի թուրմ և ամբողջ օրգանիզմի համար և նաև կարելի է ասել յուրաքանչյուր ոք, որ տեսնում է ծառ ծիրանի, ապա պետք է անպայման այդ ընթացքում գոնե մի քանի րոպե նստի, մի փոքր շնչի այդ օդը, ոչ թե միայն ինքը, այլ ամբողջ ընտանիքով, որովհետև և հոտը, և նրա աուրան, և իր հատկանիշները այնպիսին են, որ չափից ավելի լավ են ազդում սիրտանոթային համակարգի վրա, շնչառական համակարգի վրա և ներվային համակարգը հանգստացնելով խաղաղում է ամբողջ օրգան համակարգը և ունենում են հրաշալի քուն։ Գիտեք, հենց այդպես էլ մենք արեցինք, գնում էինք խորվիրապ և այս ճանապարհին, երբ տեսա, իջանք, շնչեցինք, հրաշք, ծիրանի ծառի տակին, այսպես էլ վերջացնենք մեր հաղորդումը, իմ շատ սիրելի ժողովուրդ, ես ձեզ շատ եմ սիրում, գիտեք ինչու, որովհետև դուք եք այդ սերը ինձ տալիս, դուք եք այդ էներգիան ինձ տալիս, ես ձեզանով հիանում եմ, աշխարհի լավ ազգը ով է, իհարկե միայն հայը։